Ինչ որ օրինակ տեղի ունեցավ 3 կառավարությունում սրբազաններ հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ, ընդ որում ես օրինակ ինքս համաձայն չեմ այն մարդկանց հետ, որոնք ոչ թե քննադատում են, այլ վիրավորում են այդ մարդկանց, որովհետև այդ մարդիկ քանի հայ առաքելական եկեղեցու հագուստ են կրում, երևի թե պետքա կոռեկտ խոսել դրա մասին, բայց մի բան ակնհայտ է, որ Փաշինյանը ոչ մի նորոգելու բանի նպատակ չունի։ Եվ այստեղ ես նկատել եմ այսպիսի մի տակտիկա, Փաշինյանը ընտրել է այնպիսի մարդկանց, որոնց քննադատելով դու հիմնավորում ես Փաշինյանի այն առաջին թեզը, որ մի եկեղեցին պիտի նորոգի։ Եվ այս դրա մասին մտածում էի պատահաբար հանդիպեցի Ռուբեն Ռուբինյանի գրառումը, որտեղ հենց այդ միտքն էր գրած, ոնց որ հենց գլխից միջից կարդացած լիներ կամ ճիշտ է հասկացել իրենց մտադրությունը, որ բերել այնպիսի հոգևորականների իրենց դաշտ, որ իրենց թիրախավորելով, իրենց քննադատելով հիմնավորում ես իրենց սկզբնական նպատակը։